Այս կիրակի փետրվարի 1-ին ժամը 22:45-ին բացառիկ եւ ամբողջական եթեր նվիրված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծնողներին, ղեկավարման տարիներին եւ նրա մեծ ախորժակի մասին։ Ռելսերի հանդեպ անառողջ հետաքրքրասիրություն ու սեր ունեցող Ռոբերտ Քոչարյանը հիմա էլ հետաքրքրվում է նոր երկաթգծերի արժեքներից։ Եվ խոսում են միլիարդավոր ներդրումների մասին։ Հասկանում եք, այդ հեքիաթները 42 կիլոմետրի վրա միլիարդ ներդրման համար այդ ասֆալտը ոսկուց պետք է լինի։ Կամ երկաթուղու բաները, այդ ռելսերը ոսկուց պետք է լինի։ Ընդամենը 80-90 միլիոն դոլարի ներդրումային ծրագիր է, ընդամենը։ Ոսկուցա խոսում, ռելսերը պետքա պետք չի ոսկուց լինեն, պարոն Ռոբերտ, կարա երկաթ լինի, դու երկաթն ես վաճառի անգամ։ Չէ, այլ չմոռանանք նաև այն երևույթ կա է, Արտուր կհիշեք, մամուլում որ գրվում էր, որ սա ինչ-որ սեռական այլ կողմնորոշում ունի ժամանակին վարչապետ էր Սերժիկի կառավարության ժամանակ, Սարգսյան Տիգրանը, որը որ հիմա ԵԱՏՄ-ի պաշտոնյա է, իսկ Քոչարյանի ժամանակ Կենտրոնական բանկի ղեկավարն էր երևույթը, կհիշեք, որ անգամ մեր ոսկու պահուստները, որով որ այսօր եթե մենք հաշվում ենք, այն ժամանակ 10 քանի միլիոն դոլարով է վաճառել Ռոբերտ Քոչարյանը, իսկ հիմա այսօրվա գներով 2-300 միլիոն դոլարի ոսկի մենք պետք է ունենք պետական, որը որ նա եւս նպատակահարմար չգտավ ու վաճառեց։ Այսինքն այս մարդը Արտուր 98 թվականից 2008 թվականը չտեսի պես, դե գիտեք, թոկից փախած սա ով էր։ Ինչպես էր լրագրողների մոտ ստում Ռոբերտ Քոչարյանը։ Ունեմ բաժնե տոմսերի կամ չունեմ, այո ունեմ, եւ իմ հայտարարում դա նշված էր ընտրությունների ժամանակ, եթե չեմ սխալվում, հա, պահանջի։ Առավել եւս որ նշել է, կարող եք ասել ինչքանն է ձեր բաժինը։ Ոայ, չեմ հիշում, շատ փոքր տոկոս է, 0.00, չգիտեմ ինչ։ Ընկերությունը շատ մեծ ընկերություն է։ Տեսեք, սա սուտ է Արտուր, ասում է, ընդ լրագրողի հարցին ասում է, ես AFK սիստեմայում 10 քանի տարի աշխատել եմ, ասում է, իսկ փայ ունես դու ունդեպ։ Ասում է, 0.0 շատ փոքր չնչին փայ է, ասում է, դա աշխատավարձի կեսը դե փայ են տվեք, կեսը աշխատավարձ, ես մուտի լովչիկին նայեք, ու հետո ինչ է ասում, ու հետո սկսում է ներկայացնել, թե AFK սիստեման ինչ ահռելի կազմակերպություն է։ Եվ ինչքան շատ գումար է հենց պատկերացեք Արտուր, այ ողորմելի, դու գիտես մենք մոռացել ենք ոնց Արմենթելը կերար։ Այդ Վիվասելը ոնց դարավ սիստեմայի մաս, MTS, դարավ Վիվասել MTS, կհիշեք Արտուր, Վիվասել էր, չէ։ Գույք պարտքի դիմաց գործարքներից ինչ եկամուտներ է ստացել Ռոբերտ Քոչարյանը։ Դուք ասել եք ռուսներն էլ էին ուզում կոնյակի գործարանը վերցնել, բայց մենք ֆրանսիացիներին տվեցինք, որովհետև մոտեցումն այն էր, որ հետո կոնյակ բրենդը մենք կարողանանք օգտագործել, բայց հիմա մենք տեսնում ենք փաստացի մենք փաստի առաջ ենք, այդ բրենդը չենք կարողանում օգտագործել, նաև այդ մասով խնդիր ունենք։ Չկա զղջում, որ մեր սեփականությունը հանձնվել է օտարներին։ Շնորհակալություն։ Լավ։ Անի հյուրանոց, Արմենիա հյուրանոց, Արմենթելը արդեն հունական էր։ Ուղղակի մենք ունեինք նաև մի բաժնեմաս եւ այդ բաժնեմասն ենք ուղղակի վաճառել։ Հիմա մյուսների անունները արդեն չեմ հիշում, բայց տվել ենք մի ցուցակ եւ իրենց մասնակցությամբ այդ ցուցակից փորձել ենք արդյունավետ սեփականաշնորհում ունենալ։ Նաև Պեռնոն Ռիկար անձամբ ես եմ թռել այդ գործարանը։ Պատմեմ։ Հիմա եթե Պեռնոն Ռիկարը դուք համարում եք վատ գործարք, ուրեմն Հայաստանում ավելի լավ գործարք ուղղակի դժվար է հորինել։ Արադ կոնյակի գործարանը։ Այդ Պեռնոն Ռիկարը 100 միլիոն դոլարով եկել է Հայաստան, պարզվել է որ 30 միլիոնով է առնում այդ հսկա գործարանը Արտուր։ Այդ 70 միլիոնը ուր է գնացել։ Սա ասում եմ Պեռնոն Ռիկարի խոսքերը։ Մարտիկն ականատես են եղել, որ 100 միլիոնով եկել է Հայաստան, որ այդ գործարանը առնի, դառնա ֆրանսիական։ Վերջում պարզվել է որ 30 միլիոն դոլար է պետությունը փոխանցել։ Այսինքն երկրի ղեկավարը փոխանակ գինը ավելացնի բանակցի։ Մեր մոտ հակառակն է եղել Արտուր։ Այդ ոնց է տենց լինում։ Ինչի համար է ակտիվացել Լևոն Քոչարյանը եւ իր թևատակի ծառաները։ Վերջին անգամ քեզ զգուշացնում։ Լրփի տղա։ Խելքդ գլուխդ հավաքի։ Ուրեմն կեթաս կանգատ տիություն կանես։ Հասկացար, մի հատ եմ ես տեսել, մեկը ինձ մտել է քրֆել, հա, այնքան կքրֆեմ, Սիրուշոյի հետ կքաքեք տակները, տարա։ Լևոնիկ Քոչարյան, դու պորնիկի ծնունդ ես։ Քո հերը վաստակավոր կաշառակետ պորնիկ է։ Ու ես հենց նոր իմ մոտ սկրինշոթները կա, իմ մոտ ամեն ինչը կա։ Ինչի վրա կծախսեին Ռոբերտ Քոչարյանի ծնողները, եթե ունենային 10,000 դրամ։ Իմ մերս 89 տարեկանում մահացավ,
հաստատ ասեմ 88 տարեկանում, եթե ասեին 10,000 դրամը գիտես ոնց ծախսել, թե ոչ, կասեի իհարկե գիտեմ։ Եթե փորձեի ասեի, որ կարող է ինչ-որ չջոկեսել եւ ոնց ծախսել, ուղղակի շատ լուրջ ինձանից կնեղանա։ Այդ 10,000 դրամանոց ես ուղղակի շատ մեծ ափսոսանք եմ հայտնում, որ Ռոբերտ Քոչյանի հետը ժամանակին մի քանի ռուբլի չուներ, համապատասխան պաշտպանողական միջոց ձեռք բերեր, որ սրա նման վիճվածքը լույս աշխարհ ուղղակի այդպես չհայտնվեր։ Ում երեխաների արյան գնով է պատրաստվում Ռոբերտ Քոչյանը Արցախը հետ բերել։ Արցախի վերաբերյալ իրատեսականը այսօր վերադարձի իրավունքն է։ Այսօր ես իրականը տեսնում եմ միայն այս հատվածը։ Այսօր մենք միայն կարող ենք ինչ-որ սցենարներ մշակել, սցենարների մասին մտածել, կարող է սցենար լինի, որ այո, շատ բարենպաստ լինի մեզ համար, կարող է նաև սցենար լինի, որ շատ անբարենպաստ լինի մեզ համար։ Դրա համար այսօր միայն խոսում ենք վերադարձի իրավունքի մասին, որը իր հետևից բերելու է գույքային նաև որոշակի իրավունքներ։ Այնտեղ մարդիկ ճիշտ հարց էին մեղի, ասում էին ախպետում երեխեքի արյան գնով ես գնում պատերազմ հայտարարես, բայ հիմի որ ասեմ լրփի ծնունդ, խենք թորներ այդ Ամերիկա ծնվում, արա։ Այ թուրք, խենք քո թորները, դու տենց Ռեմբո ես, խնդիր չկա, դու ազգայնական ես, չգիտեմ, ուզում ես պատերազմի գնաս հող գրավես ինչ անես։ Ում երեխեքի արյան գնով, արա։ Մոռացել եք Ղարաբաղում հայ զինվորը մատ տանձեր, մատ նուրեր քաղում տանում ռազմական շուշի լղջում էին Արտուր։ Գալի ասում են այդ վիճվածք է, դրանց որ ես վիճվածք եմ, անշնորհակալ պիղծ եմ ասում, դրա համար եմ ասում։ Մեր արցախցի ժողովրդին չեմ ասում Արտուր, այդ պղծերին եմ ասում, որ մատ տանձի համար ջուր չէին տալի։ Հազարավոր նամակներ եմ ստացել։ Ինչպես են Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի թիմակիցները խեղաթյուրում պատմությունը եւ ներկայացնում, թե իբրև ամենալավ բանակը եւ սպառազինությունը ունեցել ենք մինչեւ 2018 թվականը։ Իթիվս այլ քննադատություններ դուք էլ վստահաբար լսել եք ազգային ժողովում էլ են հնչել, որ ասում են օրինակ նախկին գործող իշխանության ներկայացուցիչներն ովքեր ծառայել են, ասում են ձեր ժամանակ մայկատրոսիկ չեն ունեցել։ Եկեք գիտեք բանակի գործունեությունը չիջեցնենք այդքան ցածր մակարդակի ամեն ինչ էլ ունեցել են բանակը համալրված է եղել նույնիսկ թերությունների հետ մեկտեղ, որովհետև եւ թերություններ եւ սխալներ ունեցել են, ես էլ անձամբ ունեցել եմ սխալներ, բազմաթիվ սխալներ, բայց մենք ձգտել ենք, աշխատել ենք եւ վերականգնել ենք, բայց նույնիսկ այդ կարճ ժամանակահատվածում ձևավորված բանակը արժեվ դրված խնդիրը կատարել է։ Գիտեք, մենք այս վիճակում ենք 44 օրյա պատերազմի պարտությունից հետո։ Հայաստանը մինչև 2018 թվականը ձեռք է բերել մեծ թվով սպառազինություն, ռազմական տեխնիկա, այնպիսին, ինչպիսին հնարավորություն է տվել ապավելու Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը, ապավել այս ժողովրդի խաղաղությունը եւ այս տեսանկյունից եղել են բավարար հնարավորություններ եւ միջոցներ ադրբեջանական շարունակական ագրեսիայի տարբեր դրսևորումների հետ մղելու եւ Ադրբեջանի իր տեղը ցույց տալու համար։ Բանակի մարտունակությունը, եթե պիտի բանակի մարտունակությունը գնահատի Ալեն Սիմոնյանը, մենք այդ ուր ենք հասել։ Ինչ հասկանում այդ մարդը բանակից։ Ես կասկածում եմ նույնիսկ, որ ինքը նորմալ ծառայել է։ Հիմի դուք եկել եք արա Քոչյան, Սերժ հեքիաթ եք պատմում արա։ Այդ Քերբաջարում բենզինից Սերժիկ, այդ աղբեր է, այն պազի շոֆեր Սաշիկը, որ եկավ մտավ սկսեց անտառը հնձել։ Թանկարժեք փայտ էր Արտուր։ 99 թվի բան եմ ասում։ Երբ որ սրանք էլի պաշտոնյա էին։ Քոչտեն նախագահ էր։ Սաշիկը եկավ, զենքը խփած իրաց ջեպերով մտան, հնձել է բանի Քերբաջարի անտառները։ Ու բերում վաճառում էին։ Կորպուսի հրամանատար։ Տեսել ենք էլի։ Կորպուսի հրամանատարը թզուկ է, իզի քարտով էր արձակում տուղար։ Այն թզուկ են Մովսես Հակոբյանը չէ։ Փուր էր դրեց աղբեր հացը խուրդում էր բանի ՊՎ-ի վրա։ Դրա տունը տեսել եք, չէ Արտուր։ Այդ լավ մոնթեն, լավա զովա, բայց ամեն ինչը չտեսավ Արտուր։ Լավ ինչի մենակ տունը պաշտպանական բանակի բանի շենքի կողքը հենց իր հյուրանոցն էր։ Ինչ ասեմ, հա, մարդը տանը մտե վարձով էր տալիս բանը։ Ծնողները որ գային զինվորների մոտ ու Արտուր էս ամեն ինչը եղել է հայ ժողովրդի գլխին։
հայ ժողովրդի գլխին են սրանք այս ամեն ինչը գրել։ 30 Ես որ տարի։ արցախցիներին ասում եմ, նեղանում եմ։ Ինչ համատեղ բիզնեսներ են ունեցել Ռոբերտ Քոչյանը եւ Հեյդար Ալիևը։ Եվ իրեն առաջարկել են, որ դիտումը մենք իրենցից առնենք։ Այո, Իրանից էին դիտումը, ասի լավ էլ քայլան, մենք նաև սկսենք տնտեսական հարաբերություններ ձևավորել։ Ինքը ասեց, մի երկու օր դուր մտածեմ, հետ կզանգեմ։ Ասում Հեյդարին զանգեցի, ասաց ինձ բետոն էինք, բիտում էինք ուզում առնենք։ Այ անասուն։ Դու Հեյդարի հետ Աֆրիկայում բիզնես եք ունեցել Ալիևի հետ, ում ես եկես էշի տեղ դնում։ Բաքու Ջեյան այդ նավթամուղն ու գազամուղը որ կառուցում էին Արթուր, քանի որ մենք կարայինք ուղիղ մեր նշանալության տակ էր զինված ուժերի հարված էինք թույլ չտայինք, չէ՞ որ կառուցվել։ Ուրեմն Հեյդարը տենդերը տվել է Քոչյանի ճտին։ Քոչյանի հետ փող կապացած մարդու, որ այդտեղից փող աշխատի Քոչյանը, որ հայկական զինված ուժերին արգելի հարված է։ Այսինքն սա փաստ է, չէ՞ Արթուր։ Մենք այդ ով որ այդ կառուցել է, ով որ այդ տենդերը շահել է, Ադրբեջանում հայը տենդեր շահեց։ Այդպես բան որտե եք տեսել Արթուր։ Կես կիլո պեսոկ չէին կրա առնեին կամ անցկացնեին Ադրբեջանով Թուրքիայով փագեր սահմանը։ Ուրեմն Քոչյանի օրոք Բարի Ալիևը հայ ինչ-որ մի հատ հայ, որը որ կապված է Սեյցակ Քոչյանի հետ լրփի տղու հետ, այսպես ասած, կասեմ քեմ ես sense լրփի տղա ասում արդեն, դու կարմիր գծեր են անցել, ուրեմն այդ հայը տենդերը շահում ու սարքում է այդ տրուբեն նավթամուղը, գազամուղը Ադրբեջանով, բանով sense Թուրքիայով սարքում է սիրում։ Ինչ է պատմել Քոչարյանների արցախցի հարևանուհի Լեյլա Տատիկը, բացառիկ մանրամասներ։ Իր հոր անունը, ասում եմ, երբ որ Ռոբերտը դարձավ ստեղ նախագահ, փոխեցին այդ արխիվում Սաիդեր դարձրեցին Սեդրակ։ Այսինքն ինքը բոլորս ասում եմ գիտեինք, ինքը թուրք Սաիդներ։ Այսինքն դա փաստ է։ Ուղղակի սա որ այնտեղ իշխանությունը զավթեց Ալիևի օգնությամբ Արթուր, ինչ արեց, արխիվը փոխեցին, այն ով որ գիտեր ճշմարտությունը վախենում էր ձեն հաներ։ Գիշեք նաև այդ Բելայի քրոջ բջերի հետ կապված որ սպանության դեպք ա եղել, որ մարդիկ քրեական գործը հարուցվել, մի շաբաթ չեն նստել, այդ մարդիկ վախեցին են, այս 18 թվականից հետո երբ ժողովրդի աչքերը բացվել են, նոր սկսում են ինչ-որ մարդիկ մեզ ներկայացնեն, գրեն Այս եւ այլ կարևոր թեմաների շուրջ ծավալուն եթերը դիտեք այսօր, փետրվարի 1-ին ժամը ուղիղ 22:45-ին։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որ նոր տեսանյութերի ծանուցումները ստանաք առաջինը։